կանաչ խոտ եմ բերել թռչունների համար ու նաև այսօր նորից ձվերն ենք հավաքելու, այս անգամ արդեն 3 օր չեմ հավաքել, հիմա կանաչով կերակրենք ու գնանք ձվերը հավաքելու, տեսնենք այսօր քանի կա։ Հիմա հավաքենք 3 օրվա ձվերը ու տեսնենք քանի հատ է 2 4, բայց այս մեկի վրա տեսեք դեղնուցի հետքեր կա, ինչ որ մեկը ջարդել է կամ կերել են, այդ լավ չի որ սկսել են ուտել, 5 այդ 5 7 8 9 11 13 15 ու տեսեք ստեղ ինչքան կա, այստեղ երևի ամենաշատը ստեղ են սիրում ացելը, 15 17 20 23 25 28 31 Եվ նաև այստեղ կարծես թե մի հատ հավացում, որովհետև մանր ձվեր են ու կարծես թե այս տարվա ճտերից են ածում 34 ձու 3 օրվա համար, վատ չի։ Արդեն երկու հնդկահավ դուրս եկան
ձվերից ու տեղափոխել ենք արդեն այն մեծի մոտ։ Այստեղ կարգի եմ բերել, որովհետև սրանք մի քանի օրվա ընթացքում հասցրել էին կեղտոտել։ Հիմա այս փոքրերին ենք տեղափոխում։ Գերը դրել եմ, ջուրը կա, անում է հարմարվեն իրար ու այստեղ մեծանան, մնացածը ծկլթած են, ընթացքում էլի, որը դուրս է գալիս ինկուբատորի մեջ չորանում է, տեղափոխում եմ այստեղ։ Ժողովուրդ ջան, առավոտը տեղ եմ դրել բոյբոյի համար ու հիմա արդեն սկսել է դեղը ազդել ու տեսեք արդեն դուրս են գալիս։ Հիմա պետքա սրանց այսենց բռնենք մի ձեռքով անհարմարը ու հավաքում եմ այս ամանի մեջ։ Մի քանի տարբերակ եմ փորձել, ոչ թունաքիմիկատների, բայց ոչ մի բան չի օգնում ու ես սածիլը դնում եմ, իրանք կտրում են, այ տեսեք Եվս մեկը մի երկու ժամը այսպես հավաքում եմ, ահագին հավաքել եմ, վերջում ցույց կտամ հավաքածը։ Սածիլը դնում եմ, իրանք կտրում են ու արդեն էլ ներվերս չհերիքեց, տանը թույն ունեի, այսպես թեփով շաղախել եմ, այ տեսեք ես դրել ու ահագին սատկած դուրս են եկել, չհաշված որ ահագին էլ թռչունները տարան, ծտերը տարան։ Հիմա սա պետք է հավաքենք, որովհետև միտեղ կարդացի, որ իրանք դեղի ազդեցության տակ դուրս են գալիս հողից ու որոշ ժամանակ հետո նորից գազդուրվում, այսինքն դեղի ազդեցությունը կորում է, հետ են վերադառնում նորից իրանց բները։ Սենց ամանով շրջում եմ, զզում եմ ձեռքով բռնեմ, դրա համար փայտիկներով եմ բռնում այսպես։ Մի ահագին այս տարածքը փորելուց եմ հանել, երևի այս փոքր տարածքից, այսքանից, երևի մի 10-15 հատ հանել եմ ու տեսեք դրել եմ սածիլը ինքը նորից երկու անգամ դրել եմ երևի այս սածիլը ու արանքներից կտրել է։ Այ այստեղ հիմա երեկվա դրած սածիլը մի օրվա ընթացքում տեսեք կտրել է։ Նույնը ստա։ Ինչ արած։ Տեղի զորությանը մեռնեմ, այսպես դնում ենք ու իրանց վերջը գալիս է։ Այ նույնը այստեղ երեկվա դրած սածիլերը չկա, այսինքն կտրել էր, ես հավաքել էի, ոչ թե ընդհանրապես ամբողջությամբ ենք իրել։ Այ տեսեք, էլի Հիմա տեսեք ոնց է հողը փորում, որպեսզի մտնի ներս, դեղի ազդեցության տակ դուրս է եկել, նորից հետ է գնալու, եթե թռչունները իհարկե չհասցնեն տանեն։ Հիմա սրան էլ կբռնենք։ Բա, ամբողջ զմերվանից թանկով սերմ եմ առել, տանը մի կերպ սածիլը պահել, որ բերեմ սրանք ուտեմ։ Դեղերին ենքան, սերմերին ենքան փող եմ տվել։ Այսպես պտտվում եմ ու դուրս եկածները, որ դուրս է գալիս, հավաքում եմ այս ամանի մեջ։ Ամեն առավոտ բանջարանոց մտնելուց առաջ մտածում ենք ինչ է լինելու, որոնք են կտրած լինելու, տեսնես քանի հատ է կտրել։ Դրա համար այսպես ներվերս էլ չհերիքեց, դեղը
դրեցի։ Շարունակում եմ հավաքել, բայց արդեն հոգնեցի։ Ես իմ հերթին եմ հավաքում, թռչունները իրանց հերթին։ Հիմա ուզում եմ մինչև այս պահի դրությունը հավաքած բոյբոյները ցույց տամ, ովքեր նյարդերից թույլ են ու միջատներից վախում են, կարան մի փոքր առաջ տան։ Ու տեսեք ինչքան է, ու ինքը հաստ շերտով այսպես ներքևներինը սատկած են, վերևներինը արդեն սատկելու վրա են։ Այսօր այսքան արդեն հավաքել ենք ու դեռ շարունակում ենք հավաքել։ Փակենք այսպես դուրս չգան։ Միակ սխալն էր ժողովուրդ, որ մոռացել էի թռչուններին պետքա փակի տակ պահեի, այսինքն ոչ թե մոռացել էի, այլ չէի մտածում, որ կարող է այդ թունավորված բոյբոյները այս այդ կեքի արանքից անցնել են կողմ ու թռչուններն ուտեն, ճտերն ուտեն։ Ճիշտն ասած երկու հատ արդեն տեսել են, որ կերել են, հուսանք չեն թունավորվի։ Չգիտեմ, այսպես արանքներից երևի անցել էին, իրանք էլ քաշքշում էին իրար այդպես։ Ժողովուրդ ջան, արդեն 2 օր անցել ու բոլոր հնդկահավի ճտերը դուրս են եկել։ Այստեղ միայն մեկը, որ կարծես թե շատ թույլ է, սա հաստատ չի ձգելու, ինքը սենց թույլ ծնվել է ու վստահ եմ չի ապրի։ Մնացածը կարծես թե լավ են, տեսեք, ուրեմն 5 հատ ներքևում է, 6-7 սրա հետ 7 հատ էլ էստեղ է, դրել էի ուրեմն 15 ծու, որից 2-ը եղել են առանց սերմի, այսինքն սերմ չի եղել, լակ է եղել, մի հատն էլ ճուտը ներսում մի քանի օր առաջվա սատկած էր, այդպես բան արեցինք, սա չի ապրի իհարկե, մնացածը ընդհանուր 12 առողջ ճտեր են, մի փոքր խնդիր կա, հեսա ցույց կտամ, որն է խնդիրը, այստեղ կա, տեսեք, ոտքերը երևի 3-4-ի մոտ, 3-4 ճտի մոտ, ոտքերը այսպես ծուռ են, սա ես կռահում եմ, որ ինկուբացիայի սխալ ինկուբացիայի հետևանքն է, բայց իրենք այդպես ակտիվ քայլում են ու դա չի խանգարի իրենց աճին, այ կարծես թե այս մեկի մոտ էլ է այդպես, տեսեք, 3 հատ էլ ներքևում է կարծես թե այդ ձևով, ջերմաստիճանը կամ խոնավությունը ճիշտ չեմ դրել, դա իմ սխալի հետևանքն է, այդպես է լինում ու տեսնում ենք ծուռ ոտքեր են։ Սա իհարկե չի խանգարի նրանց աճին, նրանք եթե ակտիվ շարժում են, բայց ամեն դեպքում լավ կլիներ, որ այսպես չլիներ։ Սա էլ չգիտեմ ինչի է այդպես, ինքը ձվից դուրս է եկել, կարծես թե վիզը ծուռը։ Կթողեմ ինկուբատորի մեջ այսօր, կապրի, չի ապրի, Աստված իրա հետ։ Վզի խնդիրն է, ինքը թե չէ ուզում է կանգնի, բայց չի կարողանում, դե միգուցե նոր է դուրս եկել, դրա համար է այդպես։ Լավ են կարծես թե եսի, մեկն էլ մի քիչ տարօրինակ է երևում, բայց դե չէ, նոր են դուրս եկել ձվից, դրանից է այդպես։ Հիմա պետք է իրանց տեղափոխենք արդեն ներքև բրուդերի մեջ, մնացած ճտերի հետ, տեսնենք ինչ կլինի։ Եկա կերակրեմ թռչուններին ու որոշեցի նաև ցույց տամ, որովհետև շուտվանից ճտերին ցույց չեմ տալիս, հիմա երեկոյա ես մի հատ էլ ուշ երեկոյան եմ կերակրում ու նոր թողում եմ, որ իրենք թառեն ու անջատում եմ լույսը ու ուզում եմ ցույց տալ, թե
ինչպես են մեծացել հավի ճտերը, որոնք դուրս էին եկել մարտի 3-ին։ Ապրիլ, մայիս, հունիսի 3-ին արդեն իրեն կդառնան 3 ամսական ու բավականին արդեն խոշոր են։ Տեսեք, իմ ձեռքի չափով ցույց տամ, տեսեք, ու հատկապես խոշոր են այն ճտերը, որոնք բրամայի խառնուրդ են, ու տեսեք, բավականին խոշորացել են, այն նայեք, մեկը ավելի շատ մեծ է, բոլորը կարծես թե լավ աճում են, տեսեք ոտքի սիրուն փետուրները, սրանք շատ են հավանել, դրա համար ճիշտ է, այս մեծերի մեջ շատ աքլորներ են ու բրամաներն են կարծես թե բոլորը աքլորներ են, սպիտակները, բացառությամբ այս սրա, մեկ էլ մի հատ կարմիրը կա, որ չգիտեմ կգտնեմ թե չէ, նա ավելի շատ տեղական հավի գեներն են ավելի շատ նրա մեջ, քան դրամայինը, բայց այս աքլորները հաստատ պահելու եմ, որպեսզի մյուս տարի արդեն սրա էգերը ունենանք, արդեն հավերն ունենանք ու ծու դնենք ինկուբատորում։ Այ տեսեք, առանց պոչի դրաման, տեսեք էլի լավ խոշորացել է։ Այս ամենասիրունը ինձ համար այդ մոխրագույնն է, տեսեմ կարան ցույց տամ, բաղկավել է։ Ինձ համար ամենասիրունը սա է, թեկուզ սպիտակներն էլ եմ սիրում, ուղղակի սպիտակները աքլորներ են։ Ինչ եմ ուզում ասել, որ լավ խոշորացել են արդեն, տեսեք, համարյա հավի չափ է ինքը։ Իմ տեղական հավերի չափ են, սրանք էլ արդեն կանաչ ձվերից դուրս եկած ճտերից այս մեկը, սա իմ հավի ձվերից է, այս մեկը մի փոքր չափերով։ Մեկ էլ այս սևն էլ է այդ դրամայի խառնուրդ, ոտքերի նայեք, հիմա իրար խանգարելու են։ Մի խոսքով, շատ լավ աճում են ու անցած տարի 4 ամսականում էլի ես ընդկահավի ճտերն էին, 4 ամսական, 15 օրականում իրանք սկսեցին արդեն ածել, իհարկե բրամաները մի քիչ ուշ են ածում, իրանք 6 ամսականում են ածում, բայց հուսամ սրանք էլ 1 ամսից կամ ամսուկեսից արդեն կսկսեն սրանք ածելը, լավ խոշորացել են, տեսեք։ Ես չգիտեմ իմ հավի ձվերից է այս ճուտը, թե առած ձվերից է կանաչ, հենց չեմ կողմնորոշում, բայց այս աքլորը հաստատ կանաչ ձվերից է, սա մուգ կանաչ ձվից է դուրս եկել, այս մեկը, այս մեկն էլ է բաց կանաչ, կապտականաչավուն ձվերից դուրս եկածն է։ Այսպես կերակրում եմ ու անջատում եմ լույսը, որպեսզի իրանք արդեն թառեն։ Մեկ էլ սագերի մասով ասեմ, որ ճտերը որոշել եմ ծախել, որովհետև քանի որ դրսում թափառող շները շատ են, իրանք հաստատ ճտերին կվնասեն, մեծերին չեն կարողանում վնասել, բայց այդ ճտերին հաստատ կվնասեն, դրա համար իրանց հետ պետք է ազատ զբոսանք, որպեսզի արածեն, թեկուզ ես այս ընթացքում չեմ թողնում, որոնք իրենք կանաչ խոտի կարիք ունենան, բերում եմ խոտը ու ըստ պահանջի կերակրում եմ, բայց այսքան իհարկե չեմ կարող պահել, կերի խնդիր կա, դրա համար որոշեցի վաճառեմ, 2 թխսի ճտեր են, այս երկուսը այս տարի ձուածեցին, նստեցին, նրանք մնացածը ածեցին ու չնստեցին, հիմա էլ չեն ածում նորից։ Դրա համար այս պինգվիններին վաճառելու եմ, մեծերը թողեմ մյուս տարվա համար։
Այսինքն մայրերին կթողեմ նորից մյուս տարի ճտեր ունենալու համար, ընդհանուր 12 հատ են, բոլորն էլ երևի կվաճառեմ, տեսնենք, տեսեք արդեն բավականին խոշոր են, մոր չափ են արդեն, մեծերը իսկ փոքրերը մի փոքր չափերով փոքր են, տեսեք։ Իրանք արդեն լրիվ ցորեն են ուտում, ցորենի սովոր են ու կանաչ խոտ, ուր իրանց ուրիշ բան պետք չի, եթե բաց տարածք ունեք, կարող եք տանել ու բաց թողնել ու օրվա մեջ 2-3 անգամ, իսկ եթե կանաչ խոտը ըստ պահանջի ուտեն, 1-2 անգամն էլ կերակրելը հերիք է։ Այ արդեն կարելի է ենթադրել, որոնք են արուներ, այս մեկը հաստատ արու է ինքը, այսպես այս տարիքում դեռ արուն ու էքը անհնար է տարբերել, հստակ տարբերել, բայց կարելի է ենթադրել չափերից ելնելով, թե որոնք են արու ու որոնք էք։ Հետևաբար չեմ կարող ասել քանիսն են էք, քանիսը ворց, բայց իրենք հարմար են պահելու համար, մի քանի անգամ ասել եմ տեսանյութերում, հիմա էլ չեմ զլանա ասեմ, իրենք շատ հեշտ պահվող են ու ուշ են հիվանդանում, ու նաև կերի նկատմամբ պահանջկոտ չեն, նաև ձմռանը ցրտին ժամանակ ցրտին դիմացկուն են, իրանք նույնիսկ եթե հիշում եք իմ տեսանյութերում, ամբողջ ձմռանը եղել են դրսում, միայն շատ սաստիկ ցրտերի ժամանակ իրանց փակ կացարանի մեջ են լցրել, պահել, իսկ մնացած ժամանակը նույնիսկ դեկտեմբերի վերջ, հունվարին, երբ ուժեղ ձյուն չկար և սաստիկ ցրտեր չէր, իրանք դրսում են եղել ու ոչ մի կորուստ և նույնիսկ դրանից իրանք չէին նեղվում։ Կերի նկատմամբ էլ շատ պահանջկոտ չեն, տեսեք, ընդամենը աղացած ցորեն են ուտում ու աճը տեսնում եք, իհարկե սկզբից ես իրանց կոմբիկեր եմ տվել, որպեսզի լավ աճեն, իսկ հիմա արդեն լրիվ անցել են ցորենին։ Ու ճուտ ժամանակն էլ պահելը այդքան մեծ խնամք չի պահանջում։ Սկզբի ժամանակ մի փոքր ջերմաստիճանը պետք է բարձր լինի, հետո արդեն երբ իրանք այսպես փետրակալում են, ընդամենը սովորական ջերմաստիճան, ջուր, կանաչ խոտ ու կեր, ոչ մի ուրիշ պահանջ չունեն, ու մեկ էլ հա, երբ իրանք կարող եք ազատ բաց թողնել, իրենց արուները, ворցերը պաշտպանում են ճտերին, այսինքն կաչաղակը, այլ մնացած կատուները չեն կարող տանել, այստեղ մի փոքր խնդիր կա մեծ շների հետ կապված, մեծ շներն էլ էլի, եթե արուն այսպես ակտիվ է լինում, ինքը չի թողնում, որպեսզի մնացած կենդանիները վնասեն։